Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, շնորհավոր լինի բոլորիդ Սուրբ Ծնունդը, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, խնդրեմ որ դուք չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ուրեմն հետաքրքիր թեմաներից է, որ 3 գիշեր ամբողջ գիշերվա ընթացքում իսրայելական կողմը X պլատֆորմում, որը որ առաջվա Twitter-ն է, արգելիներս, շատ ակտիվ էին եւ լարվածություն էին տարածում, այնտեղ դնելով թե ժամացույցներ, ինչպես գիտեք, ժամացույցը դա սպասման նշան է, որ հեսա ինչ որ մի բան կատարվելու է, թե դնում էին այն ավազի ժամացույցները, թե դնում էին պոդկորն, հա, այդ ադիբուդի կոչվածը, որ հեսա մի բան սկսելու եւ հենց այդ պահին էլ Իսրայելում այդ անվտանգության իրենց խորհուրդը նիստ էր անցկացնում եւ այդ լարվածության ֆոնին անգամ որոշ արիոլինիաներ չեղարկեցին իրանց թռիչքները Իրանի տարածքով հանուն արդարության ես ուզում եմ ասեմ որ այդ լարվածությունը միջև հմի պահպանվում է բայց մենք բոլորս հասկանում ենք եթե Իսրայելը ցանկանում է հենց այդ պահին հարվածել հա Իրանին այսպիսի հայտարարություններ կամ ժամացույցներ եւ ինչ որ ադիբուդիներ չեն տեղադրվի Twitter-ում այդ հարվածը կլինի այն ժամանակ, երբ որ մենք չենք սպասում, որ ասում եմ միամիտ, ոնց որ եղավ անցյալ անգամ, մենք գիտենք, որ այդ հարվածը լինելու է, բայց երբեք ոչ մի պաշտոնյա կամ ոչ մի բլոգեր իշխանության հետ կապված կյանքում չի ելնի եւ այդպիսի բան չի տեղադրի X պլատֆորմում, ինչ որ է, բայց իրանց հաջողվեց լարված սպայել ժողովրդին, իսկ որն է մեր հետաքրքրությունը այս հանգամանքի համար, քանի որ այս ամենը իհարկե կապված է Հայաստանի հետ, քանի որ եթե լինի հարված Իրանի վրա եւ Իրանի իշխանությունները տապալվեն, մենք լուրջ փորձության առաջ են կանգնելու, մեր առաջի հարցը պետք է լինի արդյոք Հայաստանը պատրաստ է, հա? Արդյոք Հայաստանը այդ պահին դառնում է խաղացող, թե խաղաթուղթ։ Սա է մեր գլխավոր նպատակը եւ այսօր մենք խոսելու ենք ոչ թե ճանապարհների մասին, այլ այն մասին, թե ով ինչ է ուզում Հայաստանից, եթե Իրանը թուլանա կամ Իրանի իշխանությունները փլուզվեն։ Ինչ է մեզ սպասվելու։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, մենք պետք է իրականում հասկանանք, որ Իրանի նման մեծ երկրի ռեժիմի փլուզումը դա մենակ մեկ երկրի ինչ-որ խնդիր չէ, դա ազդում է ողջ տարածաշրջանի վրա, դա ազդում է նաև Մերձավոր Արևելքի վրա, Կովկասի վրա, էներգետիկ շուկայի վրա, լոգիստիկ ճանապարհների վրա, եւ երբ նման երկրի ռեժիմները փլուզվում են, մեծ խաղացողները վերադասավորում են իրենց խաղատախտակները, իսկ մենք այդ խաղատախտակի վրա ունենք մեր փոքրիկ տեղը, փոքրիկ, բայց շատ ազդեցիկ։ Դրա համար մենք պետք է հասկանանք ինչ են ուզում մեծ խաղացողները, որ հանգարց փոխանակման առարկա չդառնալ։ Իսկ ինչ են ուզում մեծ խաղացողները։ Եկեք սա էլ հասկանանք։ Մեծ խաղացողների համար, մասնավորապես Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանում պետք է կայունություն եւ խաղաղություն։ Միայն այդ դեպքում նրանք հանգիստ կարող են ավարտի հասնել իրենց սկսած գործը Իսրայելի հետ։ Դա մաքրել Իրանը այդ բռնապետական ռեժիմից եւ այնտեղ տեղադրել ավելի դեմոկրատիկ, ավելի աշխարհիկ ուժեր, որոնք ավելի հաճո կլինեն իրենց։ Եկեք չմոռանանք, որ Իրանը նաեւ դաշնակիցն է Ռուսաստանի եւ հենց Իրանն է մատակարարում շահետ տիպի այդ դրոնները Ռուսաստանին, որոնք որ Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի հետ պատերազմում, հա։ Դրա համար Միացյալ Նահանգների համար շատ կարևոր է, որ խաղաղություն լինի, որ ինքը կարողանա վերջնականորեն մաքրել Իրանը հարձակման դեպքում եւ ԱՄՆ-ին Հայաստանը պետք է որպես կայուն հենակետ, որպես տարածաշրջանային հավասարակշռության մաս, եթե Իրանը թուլանում է, ԱՄՆ-ն ավելի շատ է հետաքրքրվում Կովկասի կայունությամբ։ Սրա համար է ասում, որ այո, խաղատախտակի վրա մեր տեղը փոքր է, բայց շատ զգայուն։ Դրա համար էլ Միացյալ Նահանգները ունի աշխարհի ամենամեծ դեսպանատունը
մեր երկրում։ Այս ամենը պատահականություն չի։ Իսկ այն մի կողմից մենք ունենք Ռուսաստանը, ինչպես գիտեք, ոնց որ նշեցի, Իրանի դաշնակիցն է եւ Իրանին կորցնելու դեպքում նա կորցնելու է լուրջ ազդեցության գոտի։ Իսկ տեղը ոնց պետք է անի, իհարկե Հայաստանը չի կարող Իրանի տեղը զբաղեցնել, բայց սա միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ որ կա ռուսական ուժեր եւ Ռուսաստանը դեռ հնարավորություններ ունի պահպանել իր ազդեցությունը, հասկանում եք, եւ այստեղ է որտեղ որ եթե մենք ուշադիր չլինենք, եթե մենք ճիշտ քայլեր չանենք, մեր կառավարությունը ճիշտ հաշվարկներ չանի, մենք կարող է դառնանք իրական կիզակետը բախման երկու գերտերության Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի եւ եթե մենք ճիշտ որոշումներ չկայացնենք դառնանք ընդամենը մանրադրամ քանի որ եթե մենք տանուլ տանք եւ ընկնենք այսպես կոչված Ռուսաստանի ջրերը եւ նորից անցնենք ռուսական ազդեցության գոտի, չնայած մենք դեռ ռուսական ազդեցության գոտում ենք, բայց եթե մենք լիովին նորից հանձնվենք ռուսական ազդեցության գոտի եւ թույլ տանք, որ Ռուսաստանը նորից կարողանա մեր տեղը քայլեր կատարել քաղաքականությունում, վերջը վերջով մենք դառնալու ենք մանրադրամ եւ նորից զոհ են գնալու այս կամ այն կերպ Թուրքիային կամ Ադրբեջանին, քանի որ Ռուսաստանը ինչպես միշտ վաճառում է իրենց դաշնակիցներին, ինչպես միշտ օգտագործում է իր դաշնակիցների շահերը որպես մանրադրամ եւ այսպեսով մենք կկորցնենք մեր պետականությունը։ Այստեղ որևիցե մի կասկած չկա։ Ինչ է պետք Թուրքիային, եւս մեկ կարելի ասել տարածաշրջանային գերտերություն, Թուրքիային իրականում Իրանի թուլացումը տեսնում է որպես շանս իր ազդեցությունը խորացնելու համար Կովկասում։ Այստեղ է կարևորը, բայց Թուրքիային պատերազմ պետք չի։ Թուրքիային պետք է որ ինքը իր այդ այսպես կոչված խորամանկ քաղաքականությամբ Ռուսաստանին ինչ որ մի բան խոստանալով, հետո իհարկե չկատարելով, պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ միացնել ինչ որ մի ծրագրի մեջ, թուրքական ծրագրի մեջ։ Ինչպես գիտեք, Թուրքիան շատ է ուզում, որ Ադրբեջանն ու Թուրքիան միանան իրար։ Եվ այս ծրագիրը, եթե մենք թույլ տանք Ռուսաստանի մուտքը նորից Հայաստան վերջնականորեն, ես նկատի ունեմ, որտեղ Ռուսաստանը արդեն Հայաստանում է, վերջնականորեն թույլ տանք Ռուսաստանի մուտքը Հայաստան, դա կլինի հենց այս սցենարով։ Ռուսները կվերցնեն Հայաստանը, հետո մանրադրամի նման կվաճառեն թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Դե ամերիկացիքին ինչ կա։ Ամերիկացիք եթե տեսնեն դու չես ուզում պայքարել, ասի ստեսություն, հաջողություն։ Դու ունեիր հնարավորություն լինեիր այս կողմում։ Դու ընտրեցիր Ռուսաստանը։ Իսկ եթե ընտրել ես Ռուսաստանը, ուրեմն ստեցություն, հաջողություն։ Դե մեր հարևան Ադրբեջանն էլ ինչ ասենք, Ադրբեջանը նայում է իրավիճակին միայն ուժի լեզվով, նա կանի այն, ինչը որ կասի Թուրքիան։ Այստեղ է հիմնական հարցը։ Հայաստանը կարող է դառնալ բանակցային հարթակ, դառնալ կայունության օրինակ, դառնալ կամուրջ որոշ ուժերի համար, բայց սխալ քայլերի դեպքում կարող է նաև դառնալ ճշմարտ օբյեկտ, դառնալ փոխանակման թեմա, կորցնել սուբյեկտությունը։ Բոլորը կախված է մեկ բանից՝ Հայաստանի դիրքորոշումից եւ քաղաքական հստակությունից։ Ինչ եզրակացություն մենք կարող ենք անել այս ամենից, Իրանի ռեժիմի անկումը ինքնին ոչ հաղթանակ է, ոչ պարտություն Հայաստանի համար։ Սա փորձություն մեր դիվանագիտության, մեր ինքնուրույնության, մեր քաղաքական հասունության եւ եթե այս փուլում Հայաստանը խոսում է հստակ, գործում է հաշվարկված, չի ընկճվում, չի գնում հիստերիայի մեջ, կարող է դուրս գալ ուժեղ։ Եթե ոչ, ուրիշները կխաղան մեր փոխարեն եւ այդ դեպքում մենք կկորցնենք մեր ինքնուրույնությունը։ Ես շատ ուշադիր շարունակելու եմ հետևել այս թեմային, քանի որ սա արդեն ոչ թե նորություն է, այլ Հայաստանի ապագայի մասին խոսակցություն։ Հիմա ամենակարևորը մեզ համար որպես մարդիկ, եւ որ մենք էլ պետք է զգույշ լինենք, քանի որ եթե պատերազմ սկսեց Իրանում, ցանկացած պատերազմի ժամանակ լինում են
այդ այսպես կոչված համացանցային պատերազմները, որտեղ որ փորձելու են պարակտել բոլորիս, մեզ նույնպես, քանի որ նոր բացատրեցի, որ Հայաստանն էլ է գտնվում այսպես կոչված պատերազմի կեզակետում, այստեղ լուրջ շահերի բախում է լինելու եւ խնդրեմ, որ դուք չտրվեք ոչ մի ինչ որ կեղծ քարտեզների, որ տեղադրվելու են ինտերնետներում, թեկուզ որ լինեն հայ ազգանուններով, մենք տեսել ենք, մենք գիտենք, որ քարտեզը այսպես է որոշված, Հայաստանը սենց իրար մեջ են կիսելու, ինչ որ մի սենց պարատող հայտարարություններ, հիշեք, որ մենք այդ օրերին պետք է լինենք միասնական, մենք պետք է համատեղ կերպով փորձենք այսպես կոչված ողջ դուրս գանք այս պատերազմից, եթե իհարկե սկսվի, քանի որ նոր ամեն ինչ ես բացատրեցի, որ մեր պետականությունը կարող է լինել շատ մեծ հարվածի տակ այդ օրերին։ Եվ իհարկե կխնդրեմ մեր հայրենակիցներին Իրանի Հանրապետությունում, որ չմասնակցեն ցույցերի, որտեղ այնտեղ արդեն կան բազմաթիվ զոհեր, եթե հնարավորություն ունեն գան Հայաստան, գոնե ժամանակավորապես, այսպես ավելի ապահով կլինի իրենց եւ իրենց ընտանիքների համար, ինչ գիտեք վաղը ինչ է լինելու, այնտեղ կարող ընդհանրապես մի հատ ոչ այն որ ասում է կոնտրոլից ամեն ինչ դուրս գա, ոչ ոստիկանությունը լինի, ոչ մի բան լինի, իսկ այնտեղ այսպես ասած էքստրեմիստների պակաս հաստատ չեն լինի, որոնք հատուկ կերպով շատ հնարավոր է, ես չեմ ասում տես կլինի, բայց որոնք հատուկ կերպով կարող են գնեն փողոցներով, չգիտեմ, քրիստոնյաներ ման գան օրինակի համար, սա չեմ ասում վախցնելու համար կամ վախացնելու համար, sense կոչված, այն որ ասում է վատ փորձից, արդեն տեսել ենք ինչ ա եղել Սիրիայում եւ մնացած հատվածներում, որտեղ այսպիսի բաներ են եղել, եթե հնարավորություն ունեք, եկեք Հայաստան, իսկ Հայաստանի Հանրապետությանը եւ սահմանապահ ուժերին, ես չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց պետք է փորձել, եթե մեծ քանակով օտար երկրացի, այսինքն այս դեպքում իրանցիներ եթե կան, իհարկե մենք ուրախ ենք օգնելու բոլոր ժողովուրդներին, երբ որ այդ ժողովուրդները վտանգի մեջ են, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք փոքր երկիր ենք եւ չենք կարող բոլորին ընդունենք, հա, մենք չենք կարող ընդունել ավելի շատ իրանցի, քան հայ կա Հայաստանում։ Դա մեծ վտանգ Իրանից կներկայացնի մեր պետականության համար, դա նույնպես մեծ վտանգ է եւ ընդունելուց իհարկե ընդունեք, բայց իմացեք ինչքան եք ընդունում։ Հակառակ դեպքում մենք կարողա լուրջ պրոբլեմների առաջ կանգնենք, սրան էլ գումարած հիշեք, որ Հայաստանի հետ սահմանի միջև Թաբրիզ եւ միջև ներքև անգամ բնակվում են իրանցիներ, բայց իրանք այն որ ասում է ադրբեջանական իրանցիներ են, հա, կամ ոնց են ճիշտ ասում, կամ իրանցի ադրբեջանցի են, ոնց են ճիշտ ասում, մի խոսքով իրանցի շատերը ադրբեջանցի են, էթնիկ ադրբեջանցի են եւ շատերը իրանց իհարկե համարում են ադրբեջանցի, շատերը չէ, բայց մի խոսքով պետք է լինել ուշադիր, որ հանգարց 100,000-ներով նես չլինի, որ թուրքեր գան լցվեն Հայաստան, այս ամեն ինչը իհարկե պետք է իր կոնտրոլի տակ պահի եւ իր աշկի տակ պահի Հայաստանի ԱԱԾ-ն, ԱԱԾ-ի տղաները եւ իհարկե սահմանապահ մեր տղաները։ Էս էի պատրաստել ժողովուրդ ջան, հույս ունենանք, որ մեր տարածաշրջանում ամեն ինչ նորմալ կլինի, ամեն ինչ հանգիստ կլինի։ Ճիշտ է, ես արդեն ասել եմ, որ երկարաժամկետ այս Իրանը ոնց որ կա, հա, այս ռեժիմով Հայաստանին ձեռնատու չի, բայց եթե պետք է լինի ռեժիմի փոփոխություն, հնարավորինս կերպ թող դա լինի խաղաղ եւ առանց զոհերի։ Նորից շնորհավոր բոլորիդ Սուրբ Ծնունդը, այսօր այսքանը, դրեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքի, որը շատ կարևոր է ինձ համար։ Ստեսություն, հաջողություն։